Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ սիրելի արցախահայություն։ Այսօրվա իմ ուղերձս, որ ուզում եմ այդ ուղերձով դիմեմ հանրությանը, հայ ժողովրդին, արցախահայությանը, դրա կարևորությունը նրա մեջ է, որ վերջին ժամանակները մեկականատես լինելով, ինչ իրադարձությունները տեղի ունենում մեր շուրջ, ինչ իրադարձություններ սպասվում ապագայում, ես ուզում եմ կարևորացնել մի հանգամանք։ Այսօր արցախահայությունը, Արցախի հարցը, արցախցիների վաղվա հույսն ու հավատը կամ ապագան փորձում են մոռացության տալ, փորձում են ամեն ձևի, ամեն կերպ փակեն այդ հարցը, փորձում են ամեն ձևի, ամեն միջոցներով մեր արցախահայությանը ստիպեն լռելու, ստիպեն այդ հարցը չբարձրաձայնելու, որ իրենք իրականացնեն իրենց մտածված, իրենց ծրագրավորված, թշնամու հետ համատեղ միասին բոլոր այդ ոչ հայանպաստ ծրագրերը։ Ես եկել եմ մի հատ եզրակացության, ես եկել եմ մի հատ համոզմունքի, որ այն ինչ կապված է մեր իրավունքների, մեր հայ լինելու, հայ ապրելու իրավունքների հետ, մենք ինքներս պիտի դա բարձրաձայնենք։ Հանրային աջակցությունով, հանրության կողմից բարձրաձայնելով մեր ձայնը, ժողովրդի ձայնը։ Մենք պիտի բարձրաձայնենք ամենօրյա ռեժիմով արցախցիների հետ վերադարձի հարցը։ Ամենօրյա ռեժիմով մենք պիտի բարձրաձայնենք Արցախի հիմնախնդրի այդ կարևոր հարցը, որովհետև դրա կարևորությունից այդ հարցի հիմնախնդրի հետ կապված է հետագա Մայր Հայաստանի ապագան։ Եթե մենք մոռացության ենք տալիս արցախահայությանը, արցախցիների իրավունքներին, Արցախի հիմնախնդրին, ուրեմն մենք վաղ ունենալու ենք ավելի մեծ խնդիրներ, ավելի մեծ նահանջներ կամ ավելի մեծ կործանարար առիթներ։ Արցախի հիմնախնդիրը պիտի միշտ օրակարգում լինի բոլորի համար, ընդդիմադիր հայացք ունեցող ներկայացուցիչների, ընդդիմադիր կուսակցություն կազմակերպությունների ղեկավարների համար պիտի միշտ առաջնային լինի այդ հարցը, որովհետև ապագան, հետագա, այս տարածաշրջանում կայուն Մայր Հայաստան, ուժեղ Հայաստան ունենալը հենց կապված լինելու այդ հարցի գեներացված կամ այդ հարցի ինչ կարգավիճակում ձևաչափը։ Այս հայտարարության հիման վրա հաշվի առնելով, որ վերջի ժամանակները ներկա իշխանության ղեկավարը տարբեր միջազգային հարթակներում խոսելով արցախահայության անունից, խոսելով արցախցիների մասին, խոսելով արցախցիների ապագայի մասին, շատ տհաճ, շատ նվաստացուցիչ տպավորություն է թողել մեր մեջ, մեր արցախահայության մեջ, որովհետև մենք Արցախից չենք հրաժարվել, մեր իրավունքներից չենք հրաժարվել, ու մեր հետ վերադարձը հայկական Արցախի վերականգնումից մենք չենք հրաժարվի։ Կոչ եմ անում հոկտեմբերի 9-ին ժամը 11-ին կառավարության շենքի դիմաց բոլորս առաջերտին արցախահայությանն են կոչ անում, բոլորս հավաքվենք մի մարդու պես, իրար մեջքի կայնած, մենք մեր ձայնը լսեցնենք ներկա իշխանության ղեկավարներին նորից էլի հնչեցնենք, ասենք, որ իրենք իրավունք չունեն արցախահայության անունից խոսեն, արցախահայության իրավունքների անունից խոսեն ու մեր ապագայից իրավունք չունեն իրենց ձևակերպումով որոշեն մեր ապագան, վաղվա օրվա մեր ապագան։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի հայ ժողովուրդ, սա շատ կարևոր բողոքի ակցիա է լինելու ու բոլորիդ խնդրում եմ, բոլորիդ հորդորում եմ միասնական գաք այդ օրը արցախահայության հետ միասին հնչեցնենք հանրային ձայնը, ժողովրդի ձայնը, որովհետև այս ձայնը, որ չենք հնչեցնում, առիթավորվում են ու շարունակական մեզ տանում կործանման։
Արցախի հիմնախնդրի մասին եթե չենք խոսում, ուրիշ հարցեր է ծագվում, ուրիշ հարցեր են առաջ քաշվում։ Արցախի հարցը պիտի լինի միշտ օրակարգում, միշտ առաջնային, որ մնացած հարցերի ծագումները սրանց մեջ ընդհանրապես չգային մտքերին։ Սրանք Արցախից սարսափում են, սրանք արցախահայության այսօրվա իրավիճակում, որ իրաց մեղքով բերել են ժողովրդին հաստրել այս իրավիճակում, դրանից սարսափում են ու ամեն ձևի, ամեն կերպ փորձում են, որ Արցախի հարցը փակվի։ Ընդդիմադիր հայացքներին, ընդդիմադիր ուժերին եմ կոչ անում։ Մեծամասնությունն էլ է արցախահայության կամ Արցախի հարցը մոռացության մատուցել, որովհետև բոլորը գնում եք ընտրությունների, բոլորը զբաղված եք քարոզչական արդեն աշխատանքներ իրականացնելու համար։ Եթե Արցախի հարցը, արցախահայությանը մոռացության եք տալիս, ոչ ոք վաղվա օրը հաղթանակներ չեք ունենալու։ Արցախահայությունը դա այն պայքարող տեսակն է, արցախահայությունը մեր հայ ազգի այն մի հատ, որ ասում եմ, կարևոր դերակատար ուժն է, որ ես ուզում եմ ամեն կերպ, ամեն տեղ, առաջնային, ամենօրյա ռեժիմով այդ ժողովրդին, այդ մարդկանց չանտեսեք։ Բոլորդ էլ եմ կոչ անում։ Այդ օրը, հոկտեմբերի 9-ին, ժամը 11-ին, կառավարության շենքի դիմաց, բողոքի ակցիա, բոլորին համախմբված, եկեք ժողովրդի հետ միասին բարձրաձայնենք հանրային ձայնը, այն ձայնը, որ մենք իրավունք ունենք մենակ դրա մասին խոսելու։ Ներկայիշխանությունը առիթավորում է բոլոր այդ լռությամբ, բոլոր մեր անգործության, բոլոր մեր այս պահելաձև, պահելակերպից, դրա համար իրենք շուտապույտ կերպով, շուտ ինչ-որ գործողության իմաստով փորձում են փակել Արցախի հարցը կամ արցախայության իրավունքների հարցը։ Մենք թույլ չենք տալու, մենք ունենք այն հիմունքները, մենք ունենք բոլոր այն հիմքերը, որ մենք պիտի բարձրաձայնենք, կարևորացնենք, ամրապնդենք, ամրագրենք մեր իրավունքները մայր Հայաստանի հողում ապրելու, մեր իրավունքները հետագայում հետ վերադարձը Արցախում։ Սիրելի արցախահայություն, եկել է հասունացել է մի իրավիճակ, բոլորիդ այսքան ժամանակահատվածում իրար հետ շփվելով, խոսելով, բոլորիդ մեջ տեսնում եմ այդ անհանգստությունը, բոլորիդ մեջ տեսնում եմ այդ ցավը, ու ես կոչ եմ անում, բոլոր հնարավորությունները ունենք, այդ օրը գանք կառավարության նիստի ժամանակ, կառավարության շենքի դիմաց, բոլոր այն մարդկանց նկատմամբ մեր ձայնը, մեր արձագանքը ուղղենք, որ մեր իրավունքների, մեր արցախահայության, մեր Արցախի հետ կապված, թե հիմնախնդրի հետ կապված, ոչ մեկը իրավունք չունի կասկածանքի տակ դնել մեր վաղվա օրի, վաղվա հույսն ու հավատը։ Նորից կոչ եմ անում, բոլորը գործերը մի կողմ դրեք, մի օրվա մեջ, մի ժամանակահատվածում, եկեք համախմբենք իրար կողքի, եկեք համախմբված մեկ այդ ձայնը ավելի մեծ ուժով, ավելի մեծ ձայնով լսեցնել տակ ու հավաստիացնում եմ ձեզ, միջազգային հանրություններ կտեսնա, որ հանրությանը ժողովուրդը համաձայն չէ ներկայիշխանության քաղաքականությունը, որ վարում են, ու ընդդիմադիր ուժերին էլ, ընդդիմադիր ներկայացուցիչներին էլ, բոլորիդ էլ կոչ եմ անում, արցախահայության մոտ, արցախահայության հետ միասին, եկեք միասնական այդ գործողության